Թարս հարաբերությունը սկսվում է հենց այս դահլիճից։ Ավելի շուտ ամերը սկսել, մենք իրար սիրում ենք, ամեն ինչը կախված է սիրուց։ Ինքը ինձ է սիրում, ես իրան։ Հայկական ավանդույթի համաձայն միշտ տարաձայնություններ կա հարսի կողմն ակտիվ լինելու թե Փեսայի։ Ինչ եք կարծում։ Միանշանակ Փեսայի։ Փեսայի կողմից եք։ Ես հարսի կողմից եմ։ Եկեք ծավերով հաստատենք, որ իսկապես գեղեցիկ էր, յուրահատուկ եւ յուրօրինակ։ Տեսակ ոնց որ հուզված ես։ Տպավորությունը ոնց որ առաջին անգամ է ամուսնանում։ Սերը այնպիսի ակնոց է, որին կարելուց պղինձ թվում է թե ոսկի է։ Բարի երեկո, հարգարժան հյուրեր, բարի երեկո մեծարգո տիկնայք եւ պարոնայք։ Գավոր ջան, այսօր շնորհավորելու առիթ ավելի քան ունեմ, շնորհավորելու հետ մեկտեղ նաեւ ուզում եմ ասեմ շնորհակալություն, մի փոքր ճակերտները բացեմ, նորաստեղծ ընտանիքի կայացման գործում մեծ դերակատարում ունեն հենց նորավստակների ծնողները։ Եվ փաստորեն այսօր այդ մեծ չափազանց մեծ պատասխանատվությունը ստանձնվել է ձեզ, որի համար ծնողների անունից մեծ ապատի շնորհակալություն եմ հայտնում։ Եվ ուզում եմ ասեմ հետևյալը. նորավստակները հոգևոր ծնողների ընտրության հարցում ուղղակի իդեալական որոշում են կայացրել։ Հարգելերս, այս պահին լցնենք գավաթները եւ խմենք մի հայորդու կենաց, ով հավատարիմ է եղել հայկական առաքելական եկեղեցու 7 խորհուրդներին։ Եվ այսօր մասնակցում է 7 խորհուրդներից մեկի Սուրբ Վստակադրությանը։ Նա իր զորեղ խաչով օրտելով իր սանիկների թափ ու վսակը եւ մասնակից տերով նրանց Սուրբ երդմանը տերեմ եւ հրազանդեմ։ Գավոր ջան, ես ցանկանում եմ, որ այս բարեկամությունն մի հաստատուն եւ հարատևի միջխոր ծերություն։